Սիրելի ավադագիցներ, սիրելի այորդիներ, գոհ ենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Նաև գոհ ենք բոլոր անոնք, որոնք կհետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV-ի միջոցով։ Ուր որեք Աստված օրհնեց ձեզ, առողջ բահե, հավատքով բահե, հույսով բահե եւ իր կամքը օրհնյալ լա։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրագի 9:40 անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11-ին հայերեն լեզվով պաշտամունք եւ երկրորդ գիրագի մեր պատգամապերը դիտելա վերաբատվելի դոկտոր Վահան Թութիկյան ժամը 11-ի պաշտամունքին։ Իրականության մեջ բավական մեծ թիվով հայտարարություններ ունենք։ Հիշենք Kids Club-ը, որ պիտի լա շաբաթօր ժամը 11 եւ ամսուն 20-ին ունենք երիտասարդներու մեծ ծրագիրը, որ հրավիրված են նաեւ այլ եկեղեցիներու երիտասարդներ, պիտի համախմբվին հոս, ասի մեր եկեղեցու երիտասարդներու ծրագիրն է, պիտի ունենան պաշտամունք, պիտի ունենան panel discussions, պիտի ունենան ընթրիկ եւ բաց է բոլոր երիտասարդներուն։ Իսկ ատքի անգախ ունենք ամսվա առաջի շաբաթօրը այլ մարդոց եւ դիգիներու նախաճաշ Bible study-ին ադիմիշտ նկատի ունեցեք, որ մեր յետքը մարտ 20-ին ունենք family night ընտանեկան երեկոն, մտքերից ունեցեք նաև այս ծրագիրը, որ բաց է մեր եկեղեցու ընտանիքներուն, որ բոլոր ընտանիքներ միասին լան այդ երեկո եկեղեցու սրահեններս։ Կամփարը ունի իր այլ մարդոց եւ դիգիներու համակումարները մարտի վերջավորության եւ ապրիլի սկիզբներdə 10-12 այլ մարդոց Ապրիլ 19-ին ունենք հատուկ ապրիլ 24-ի արդիվ նվիրված blood drive արյան դվչություն հիշելով եւ հիշեցնելով թե մենք կանչված ենք օգնելու ինգածին, դգարին, հիվանդին, ինչպես որ ուրիշներ օգնեցին մեզի ցեղասպանության ադեն եւ ցեղասպանութենեն հետ։ Հետևաբար մտքերնիդ ունեցեք այդ գիրագին առավոտ ժամը 9-ին 3 եկեղեցու սրահեններ ունենք արյան դվչություն։ Անշուշտ ունենք զարգազարդը, ունենք արևածագի պաշտամունք, ունենք ավակ 5 շաբթին պիտի հայտարարենք, բայց կարևոր հայտարարությունը, որ family camp ունենք ընտանեկան համակումար մայիսի սկիզբը 1-2-3 camp արևի մեջ, այս թվականը մտքերնիդ ունեցեք family camp-ը եկեղեցին, իսկ հաջորդը, որ քիչ ավելի ուշ է, հոկտեմբեր առաջի շաբաթօր ունենք եկեղեցու տարեկան ճաշկերույթը։ Հիմա գոնե մտքերնիդ ունեցեք հոկտեմբեր ամիսը, որ եկեղեցու 47-րդ դարեդարձի ճաշկերույթն է։ Այս բոլորին մեջ, եթե բոլորը մոռացաք, մեկ բան հիշեցեք, աղոթեցեք եկեղեցին համար։ Եթե դուք աղոթքի պետք չունիք, ես պետք ունիմ աղոթքի, աղոթեցեք ինձ համար։ Աղոթենք ձեզ մեր յուրաքանչյուրին համար։ Եվ ովևէ մեկ ադեն աղոթքի գարիկը հաջեցեք լուր դվել, որպեսզի կարողանանք ինչ որ մեր ցերկեն ելած ընենք եւ Աստծո փախտանք։ Սիրելիներ, ինքշաբթի օր վարդանանցեր։ Եվ այսօրվա հատվածը առնված է եբրայեցիներու նամակեն 12-րդ գլուխ առաջին 3 համարները, բայց այս հատվածը նաև պիտի ընթերցեմ պատգամին միջոցով։ Ամեն տարի աշխարհի ամեն կողմ հայ ազգի զավակներ կանցադառնան վարդանանցին։ Եվ անոնց անսասան հաստատ գարկախոս հավատքին վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Աստվածաշունչին մեջ
Քրիստոնեական կյանքը նկարագրված է ոչ թե մեկ վայրկյանի որոշում, այլ որպես ամբողջ կյանքը դեպող ընթացք։ Եբրայեցիներու 12-րդ գլուխը գահաչորդ է անմիջապես Եբրայեցիներու 11-րդ հատվածը, ուր գանցադառնա 11-րդ գլուխը հավատքի հերոսներուն։ Եվ հոն կտեսնենք, թե հավատքը բարձ համոզումը չէ։ Հավատքը համբերող, դոգուն, թիմացկուն, հաստատ հավատք է։ Առաջին երկու համարներուն մեջ այս հատվածին Եբրայեցիս 12-րդ գլուխին կտեսնենք առաքյալը գսե համբերությունով վազենք մեր առջև տրված ասպարեզի ընթացքը, մեր աչքերը հաստատելով Հիսուսի վրա։ Սիրել վարդանանք, թիմացող, դոգուն, հաստատ, անսասան հավատքով լեցված էին։ Եվ այս տեսակի հավատքը գահկաբահ հավատք է, քրիստոսագետրոն հավատք է, միտումնավոր, զորացած, ամրաբնդված Քրիստոսի սեփական համբերությունը, դոգունությունը հիշելով։ Ուրեմն ինչպես մենք այսօր կանչված ենք որպես վարդանանցի ժառանգորդներ ունենալ համբերադար, դոգուն, հաստատ, անսասան հավատք։ Առաջին, հեռացնել այն ծանրությունները, այն բեռները, որոնք կդատաղեցնեն մեր հոգևոր կյանքը։ Հատվածին 12-րդ գլուխին առաջին համարին առաջին բաժնին գսե ամեն ծանրություն մեր վրայեն մեկտից կենք եւ մեզ թյուրավ բաշարող մեղքը։ Հոս առաքյալը դարբերություն գտնե մեղքին եւ ծանրություններուն։ Նույն բաները չեն։ Մեղքը Աստուծո կամքին թեմ ըմպոստություն է։ Իսկ ծանրությունները, բեռները բարդատիր չէ, որ մեղք կլան։ Սակայն հոգևոր կյանքին ընթացքին ծանրություն կդառնան։ Հին հունական խաղերուն մեջ մրցող վարզորդներ իրենց վրայեն ամեն ծանրություն կհանեին, բարձրապես որպեսզի հաստատ վասկ ունենան։ Իրականության մեջ հավատքի կյանք ապրիլը միայն չարզութենեն խուսափիլ չէ, այլ ամբողջ սրտով ցգդիլ հավատքի սրբության կյանք ապրիլ։ Բայց ինչ տեսակի ծանրություններ եւ բեռներ կրնան լալ։ Հավանաբար անլուծելի վիրավորանքներ, որտակավին մեր մեջ դեղ կրված է։ Հոգևոր կյանքեն շեղող սպաղումներ եւ այնքան չափազանց բարդավորություններու սպաղումներու մեջ կլանք, որ աղոթքը երկրորդական, երրորդական կդառնա։ Եվ կամ վախեր, մեղավոր ըլլալու զգացումներ, սխալ ուղղություններ, այլ առաջնահերթություններ, որոնք ծանրություն կուքա մեր վրա հոգևոր կյանքի իմաստով։ Եվ այս ծանրությունները, բեռները գամած գտանթաղեցնեն մեր հոգևոր կյանքը եւ ընթացքը։ Գիտեք, լեռնագնացումը, որ դժվար լեռ պիտի բարձրանա, ծանր, դժվար բարձր լեռը, սկիզբը կգրե ծանր բարկը, որուն մեջ հավանաբար լեցուցած կլա ավելորդ հագուստներ, գործիքներ, բայց երբ բարձրանալը հետս հետ է գտժվարանա, այդ լրացուցիչ իրերը, բեռները գտարնան ծանրություն։ Ուրեմն կոյադևելու համար, շարունակելու համար պետք է հրաժարի այդ բոլոր երկրորդական բեռները եւ ծանրություն մեկ կողմ ցնել։ Մեր հոգևոր կյանքը սիրելիներ շարունակելու համար
բարդավոր ենք ամեն տեսակի ծանրություններ մեկ օգտնել։ Եվ հարցումը, ինչ բան կխանգարի այսօր մեր հոգևոր աճումը։ Ինչ բան Քրիստոսի դեր կգրավե իմ կյանքիս մեջ։ Ինչ բան անցյալին օգտակար էր, բայց այսօր հոգևոր կյանքիս արգելք եղած է։ Սիրելիներ, հիշելու ենք, թե հաստատ դիմացկուն հավատքը կսկսի գիտագից հրաժարումներով և ծանրություններ թոթափելով։ Երկրորդ, համբերությամբ վազել մեր եզակի և առանձնահատուկ մրցավազքը։ Հատվածին 12-րդ գլուխին առաջին համարին երկրորդ բաժնին մեջ կսե համբերությունով վազենք մեր առջև տրված ասպարեզի ընթացքը։ Այսինքն աստվածային ծրագիր կա և անձնական գոչում կա։ Աստվածային ծրագիր յուրաքանչյուր հավատացյալի և անձնական գոչում ոչ մեկ երկու ծրագիր իրարու նման են, որովհետև յուրաքանչյուր անձ յուրահատուկ է։ Հետևաբար յուրաքանչյուր անձ գոչում ունի։ Իսկ համբերություն հունարեն հիփոմեն է գսե, կնշանակի հաստատուն անսասան դոգունություն, հավատարիմ մնալ ջնշումներու և դժվարություններու մեջ։ Սիրելիներ, հոսք տեսնենք Աստուծո գերիշխանությունը և մարդ առածին պատասխանատվությունը։ Աստված գերիշխան Աստված է, բայց մարդ պատասխանատու է։ Եվ իրարու կհանդիպին այս երկուքը։ Աստված կսահմանե ուղին և մենք կանչված ենք հավատարիմ վազքի մեջ լալ այդ ուղին մեջ։ Սակայն զգուշ պետք է լանք։ Վազքի ադեն, հավատքի կյանք ապրելու ադեն շատ հաճախ հոգևոր փորձության մեջ գինանք, երբ ուրիշներու հետ մենք մեզ կհամեմատենք։ Եվ այդ կառաջնորդե մեզի հուսալքության, հուսահատության և ադեններ հբարդության։ Եվ անշուշտ քորոզության։ Աստվածաշունչին գոչը հավատարիմ հնազանդություն է և ոչ թե մրցակցություն։ Երկար վազքի մեջ բոլոր մարզիկները նույն պայմանները չունին։ Ոմանք զարիվեր կվազեն, ոմանք զարիվար, ուրիշներ դակ եղանակին, ոմանք բաղ եղանակին, և այս բարակային հաղթել չի նշանակեր առաջին դեր գրավել, այլ հավատարմությամբ մրցավազքը ավարտել։ Ուրեմն եկեք անձնակնությամբ որոշենք, դադրեցնել, համեմատել մեր հավատքի կյանքը ուրիշներու կյանքին հետ։ Ընդունենք, որ յուրաքանչյուր անձ Աստուծո գոչումը և ժամանակաշրջան ունի։ Եվ դոգունությունը անսասան լալը գծևավորվի մեր ամենօրյա հնազանդությամբ և ոչ թե հատուկ առիթներով։ Սիրելիներ, հիշենք, դիմացկուն անսասան հավատքը կշարունակի վազել, նույնիսկ երբ մեր քայլերը դանդաղ են։ Կարևորը հնազանդությամբ հավատարմություն։ Երրորդ, մեր աչքերը սևեռել Հիսուսի վրա։ Երկրորդ համարին առաջին բաժինը գսե Հիսուսին նայենք մեր հավատքին առաջնորդին ու կատարողին։ Նայել կնշանակի աչքերը սևեռել, այսինքն շրջիլ բոլոր շեղումներեն և ամբողջությամբ կենտրոնանալ Քրիստոսի վրա։ Ինչու՞։ Որովհետև Հիսուս է հավատքի առաջնորդը, հեղինակը, և Հիսուս է մեր հավատքի կատարողը, ավարտողը։ Ուրեմն հիշելու ենք, թե մեր հավատքը չի պահպանվի ինքնաշխատանքով,
այլ Քրիստոսի վրա հավատարմորեն գետրոնացած, որ գարաշնորհ է հաստատ հավատքի։ Մեր դոգունությունը, մեր կարողութեն են չի փոխի, այլ Քրիստոսի հավատարմութեն են։ Եվ մենք հավատքին մեջ հաստատ կմնանք, որովհետև Քրիստոս է, որ գբահե մեզ։ Պետրոս Արաքյալ երբ ջուրին վրայեն քալեց, բահմը հաջողեցավ, երբ անոր աչքերը սևեռաձեր Հիսուսի վրա, բայց հազիվ ուշադրությունը շեղեց, դարձուց քամիին ալիքներուն սկսավ ընկրմել։ Սերներ այսօր ցավի սիրտ շատ հավատացյալներ չէ որ հավատքը գծկեն, հավատալի գտածին, ոչ, գտածին Հիսուսին այել է։ Ուրեմն անսակնությամբ եկեք հարցնենք, դժվար բահերուն, մարդահրավերներու, նեղություններու, դակնապներու, ինչ բանի վրա կգետրոնանաս, որու գնայիս, ինչի գնայիս, դեպքերու, մարդոց, թե հավատքի առաջնորդին, դեր Հիսուս Քրիստոսի։ Ուրեմն դոգուն անսասան հավատքը կբահանչե, որ մեր սիրտը, մեր միտքը, իմացականություն ուղղվի գետրոնացվի հավատքի առաջնորդին, դեր Հիսուս Քրիստոսի։ 4. Նկատի առնել ու վերհիշել Քրիստոսի համբերությունը, որովհետև մենք կարողանանք համբերել։ Երկրորդ համար, երկրորդ բաժին եւ երրորդ համար գսե խաչը հանցնարավ, ամոթը արհամարհեց, արդ միտք բերեք զանիգա, որ չլատ է ծեր անցովը հոգնիկ ու թուլնակ։ Դեր Հիսուս խաչը գրեց, այսինքն ֆիզիկական դանչանք, ամոթը գրեց, ժողովրդին առջև նվաստացավ, հագարագություն գրեց, մերժվեցավ մարդոց մե, թշնամիներով շրջապատվեցավ։ Ուրեմն դեր Հիսուս դոգած դիմացավ ֆիզիկական ցավի, ամոթի, մարդոց թշնամության եւ այս բոլորը իր առջև տրված ուրախության համար։ Ուրախություն փրկելու մարդը, հաշտեցում, հորը փարապանել։ Ուրեմն դեր Հիսուս Քրիստոսի համբերությունը, դոգունությունը թե փոխարինող է եւ թե օրինակելի։ Այսինքն դեր Հիսուս մեր դեր դարաբեցավ փրկության համար, փրկելու համար եւ օրինակ եղավ եւ ջամփափացավ օրինակելի ինձ եւ քեզի։ Ուրեմն դեր Հիսուս Քրիստոսի խաչին անոր դարաբանքի մասին խորհիլը, խորհրդածելը գնորոք է մեր ուժերը։ Թույլ չի դար, որ հուսահատությունը մեզ ջնշե եւ մեր հոգնած միտն ու հոգին ընկճե։ Եթե մեր հավատքի առաջնորդը այդ բոլորեն անցավ, մենք կանչված այդ օրինակին համբերությամբ հետևիլ։ Ձանր պայմաններու մեջ միսիոնարը գսե ծառայությանը շրջանին երբեք հավատքս չգործընծուցի, բայց ադեններ հուսահատեցա, երբ Քրիստոսի խաչը մորցա, եւ երբ եթե սկսա խորհրդածել Քրիստոսի խաչին մասին, այն ադեն գրծա նորոգվիլ, հույսով զորացած ծառայությունը շարունակեցի։ Սերներ մենք ալգանչված ենք, ոչ թե դարին մեկ անգամ խաչելության ադեն հիշել Հիսուսի խաչը։ Խորհիլ դեր Հիսուս Քրիստոսի խաչին մասին, որովհետև դեր Հիսուս Քրիստոս գահասկնա մեր ամենօրյա դժվարությունները, գահասկնա մեր դարաբանքը, իրականության մեջ գծավի մեր ցավելուն հետ։
եւ իր համբերությունն ու դոգունությունը մեր ուժը գլա, որովհետեւ գարնանք մենք ալ անսասան հավատքով կոյադեվել։ Ուրեմն միշտ հիշելու ենք, մեր ունեցած հավատքը շատ թյուրավ գդգարանա գհուսահատի եւ Քրիստոսի հավատքի առաջնորդը գմորցվի եւ ավելիով գնորոքվի եւ Քրիստոս կհիշենք մեր ամենօրյա հատկապես դժվարություններում մեջ։ Ուրեմն եզրակացնենք։ Եբրայեցիներուն ամագին 12-րդ գլուխը մեզ յուրաքանչյուրին գհրավիր է հավատքիմը, որ կհրաժարի խանգարող բեռներեն խոչընդոտներեն, հավատարմորեն գվազե Աստուծո սահմանած ճամփուն մեջ, աչքերը գսևերե գհաստատե Տեր Հիսուսի վրա, ուժ կստանա Տեր Հիսուս Քրիստոսի համբերութենեն, դոգունութենեն։ Սելներ հավատքի կյանքը երկար վազք մնե, կյանք մնե, ընթացք մնե, եւ ոչ թե գարջ մրցավազք մնե։ Համբերող թիմացող հավատքը դարաբանքեն դժվարութենեն չի խուսափիր։ Քրիստոսի հետ անոր միջոցով հավատարմապար գկալե անոր մեջ։ Փիլիպեցիս 1:6 անորցեր մեջ բարի կորսմը սկսավ պիտի կատարի։ Այսօր երբ կհիշենք Վարդանանց եւ անոնց անսասան հավատքը, կանչված ենք ունենալու անոնց նման այնպիսի հավատքը, որ դժվարություններով առջև չի գքիր, որովհետև խարսխված հաստատված է անոր վրա, որ մեզ յուրաքանչյուրին համար ամեն բանի համբերեց եւ նոր կյանք շնորհեց։ Վարդանանցի պատգամը հաստատ գեցեք Քրիստոսագեցոն հավատքին մեջ։ Մի խաբվիկ երկրային թակավորություններով, գուրքերով, կանցերով հավատարիմ մնացեք Աստուծո հետ ունեցած ուխտին, հայրենիքին, ճշմարիտ աշակերտը Տեր Հիսուս Քրիստոսի, իրենց հիշատակը օրհնյալը։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը միասնապար գաղութենք։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է։
ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ։ Ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բահե եւ պաշտպանեցես։ Հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։